Բարև բոլորին, ձեզ հետ է Food Channel-ը, այսօր մենք խաղալու ենք Football League 2026, ֆուտբոլային լիգա 2026, ֆուտբոլային հետաքրքիր խաղաշատ ու չելենջով ենք խաղալու, ստեղ կա իսպիտանյա գրած, մտնում ենք 3 բաժիններ կան, բայց մենք խաղալու ենք այս երկուսը այսօր, տուգանային հարվածներ ու 11 մետրանոցներ, չելենջի իմաստը նրանում է կայանում, որ պետք է այս երկու խաղերում յուրաքանչյուրում 4 անգամ հաղթենք, եկեք սկսենք տուգանային հարվածներից, մեկ էլ խաղը ձայն էլ ունի, ռեկլամներ էլ կան, ուղղակի ես հանել եմ, որ վիդեոն չձգվի, եկեք, ու առաջին հարված այդքան էլ լավը չի, մրցակիցն էլ չխփեց, ստեղ պետք է արագ անենք, որ դարպասապահը պահեց, ստեղ սխալ գնացի, բայց կարեցա պահեմ, եկեք շարունակենք, աղջը թույլ էր, ստեղ հարվածները կարան լինեն շատ լավը ու շատ վատը, կամ ահա որ լավ է լինում, կամ շատ վատ, միջին հարվածներ չեն լինում, ոնց որ եկեք փորձենք ստեղ, դարպասաձող էր, և գոլ, այո մենք խփեցինք, շատ լավ է, մրցակիցն էլ խփեց, եթե ես խփում եմ միշտ համարյա մրցակիցն էլ է խփում, չգիտեմ էդ ինչի, շատ վատ հարված էր, որովհետև շատ երկար մոտս տարա, եկեք նաև նենց անենք, որ եթե պարտվեմ միմիավոր հաղթանակներից հանվի, որ ավելի հետաքրքիր լինի, պահեց դարպասապահը, 1-1 առայժմ հաշիվը, բայց երկու թիմերն էլ լավ են խփում, այսինքն ես ու չես էլ երկար տարա դրա համար թույլ խփեց շատ, շեղա, գոլ, այո, հիմա պետք է զուտ պահենք, դե չէ, չստացվեց, ինքը էլի խփեց պատասխան գոլ, հայդեպ ժողովուրդ ջան, նկարագրության բաժնում կլինեն իմ ընկերների, եթե Dragonfly ու GamesWorld-ի ալիքները պարտադիր բաժանորդագրվեք, որովհետև շատ բաներ իրանց հետ եմ ես անում, այսօր էլ մի հատ Brawl Stars-ի Rangovի բոյի հետ կապված վիդեո պետք է գցեի, որը իրանց օգնությունը շատ կար դրա մեջ, բայց ցավոք սրտի YouTube-ը բլոկ է արել, բայց դե ընդհանուր շատ վիդեոներում են օգնում, մենք և գոլ, հիմա կարևորը դիմանալն է, զուտ պահի դարպասապահը, հաղթեցինք առաջին խաղը, շարունակում ենք, իմ նպատակը այս պահին 50 բաժանորդն է, GamesWorld-ին է 100, եթե Dragonfly-ն էլ հիմնականում այս պահին 300 է ուզում, կարանք իրան էլ արագ 250 դարձնենք, շատ լավ հարված էս մրցակիցը, լավն է, պահեց իրանց, չէ կարող է պարտվենք միմիավոր հանվի, ոչինչ,
պետք է իմ աղ շատ մոտիկ էր տեղ, պետք է խփենք, բայց չստացվեց։ Հով, ինքը հիմա եթե չեմ խփում պարտվում եմ։ Պարտվեցինք ժողովուրդ ջան ու դեռ ոչ մի հաղթանակ չկա կարելի ասել։ Վաղուց չեմ խաղացել, երևի էդ է մի քիչ պատճառ, բայց դե ոչինչ պետք է։ Այսինքն եթե տուգանային հարվածները շուտ ավարտենք, չելենջն էլ շուտ կավարտենք, քանի որ 11 մետրանոցները հեշտ են բավականին։ Խփենք ու պահեց դարպասապահը։ Մեկ էլ նախապես ներողություն եմ խնդրում ձեզ աղմուկների համար, եթե լսվեն, ուղղակի այս պահին տանը չեմ, բայց որոշեցի ամեն դեպքում երկար վիդեո գցել, կոնտենտն էլ, այսինքն շորթերն ու երկար վիդեոները մի 2-3 օրից շատանալու են, այնպես որ ուշադիր կլինեք։ Մեր բախտը բերեց ստեղ, կարող է գոլ լինի, հա գոլ։ Հիմա կարևորը որ մրցակիցը չխփի, բայց ինձ թվում է կխփի, չէ, պահեց մեր դարպասապահը ու հա մենք հաղթեցինք, +1 միավոր, մնաց 3, դե մի հատ արդեն կորավ պարտության պատճառով են վաղտ, գոլ, Ֆորտունովի լավ ուտար էր, համարյա գոլ էր լինում, բայց չէ։ Կեք փորձենք խափենք սենց, բայց չէ թույլ հարվածեցի, կարող է թե չէ լավ միտք լիներ, բայց չէ։ Եթե հիմա ես չխփեմ, հաստատ պարտվում ենք։ Այ, էլի պարտվեցինք, միավոր կարելի, բայց եկեք փորձենք լավ, սենց թաղումնի, չէ, մեջ տեղ էր դարպասապահը հանգիստ պահեց, այ գոլ, թույլ գնաց, գոլ, հիմա կարևորը բաց չթողնենք, այ, բախտը չբերեց, դարպասապահը լավ թռավ, բայց վատ ձեռքը դրեց։ Կարանք -1 էլ լինենք, բայց չէ։ Վսյո -1 միավոր։ Լավ, պետք է արդեն 5 հատ հաղթենք, նենց որ ամեն հարված շատ կարևոր է։ Ես մոռացել էի, որ իմ պահելու հերթն է արդեն։ Դարպասապահը պահեց։ Գոլ չէր, ես արդեն մի պահ մտածեցի, որ գոլ է, որովհետև լավ էր հարվածել, բայց չէ։ Սենց, գոլ, կարևորը հիմա բաց չթողնեմ, չէ, դարպասապահը վատ խաղաց, ահավոր, ես էլ պատահական սխալ կնոպկա սեղմեցի, բայց ոչ, բայց եթե խփեի, կարող է պահեի արդեն հաղթեի, մոտիկ այս մի քիչ կարելի է խփել, դարպասապահը պահեց էլի,
Հով լավն ալա։ Եք սենց հպենք, համարյա գոլ էր մտնում դարպասապը հետքան էլ լավ ձեռք չդրեց, բայց դե գոլ, կարևորը հիմա բաց չթողնենք։ Հով վերջ, արդեն մի միավոր կա։ Մնաց 4 հաղթանակ, գոլ, շատ լավ արվածեց, հիմա եթե պահենք շանսերը շատ են հաղթանակի, հա։ Այ չես, շատ երկար չտարեցի, մի քիչ ավել տանեի ու էլի արագ լավ կլներ։ Սենց անենք։ Ոյ, մոտիկ էր։ Ով, եթե սխփենք մի անգամից հաղթում ենք, կեք փորձենք, բայց չէ դարպասապը հոր շատ իրեր պահեց։ Արդեն մի միավոր ենք, մնաց 3 միավոր, որ անցնենք 11 մետրանոցներին։ Գոլ էլի մի անգամից, հով հիմա եթե պահենք շատ լավ կլինի, հով պահեց, ես Հայաստանի ավագականով եմ խաղում, մեկ էլ եթե շատ իրեք եղել, անունները ֆուտբոլիստների սխալ ա գրած, այդ չգիտեմ բագ ա թե, չէ, այսինքն բագ չի լինի, ինչ-որ բան երևի սխալ են արել, քանի որ այդ միշտ ա տենց։ Գոլ չէր, բայց մոտիկ էր մրցակից։ Շատ էր մոտիկ, հիմա եթե սպահենք, շատ լավ պայս Չանչարևիչը, եթե հիմա այս խփենք հաղթում ենք, եկեք։ Վсё հաղթեցինք էլի, 2 միավոր մնաց, շատ չի արդեն, նորմալ ա։ Կարանք էլի մի անգամից գոլ խփենք, բայց դարպասապը հակարեցավ։ Համարյա գոլ էր, երևի իմ տեսանկյունից էր շատ մոտիկ գոլին, բայց գոլ, հիմա պետքա պահենք շանսերը կշատանան։ Ես մտածեցի այդ կգա գոլ կլինի, բայց չէ, ու հիմա չէ չխփեցի, կարող ա դարպասացողին կպա։ Պահեց վրատարը, հիմա եթե խփում եմ մի անգամից հաղթում ենք, եկեք, սենց էլի անենք, չէ, իրանց դարպասապահը պահեց, մնում ա մերն էլ պահի ու կգրենք, վсё, շատ լավ ա, մնաց ընդամենը մի հաղթանակ, շատ չի։ Չէ, իրանց դարպասապահը պահեց մեջտեղի, իրա ընթացավ, հարվածը, չէ, շատ էր ուժեղ։ Գոլ, 1-0, հիմա պետքա պահենք, բայց շատ մոտիկ ա տարածությունը, եթե սխփենք, արդեն դժվար թե պարտվենք ու երևի կան, բայց չէ, հիմա պետքա Չանչարևիչը պահի, լավ ա։
Всё, հիմա եթե խփում ենք, ուրեմն հաղթում ենք միանգամից անցնում ենք 11 մետրանոց, չէ, պետքա պահենք, վերջ Չանչարևիչ պահում է ու մենք հիմա կանցնենք 11, ժողովուրդ ջան մտնում ենք, ես պատահական մտնում էի էլի տուգանային հարվածներ, բայց հետ եք աստեղ, եկեք Ռուսաստանի հավաքականի դեմ ենք խաղում, ով Գորզելարայանը խփեց, եկեք ստեղ թռնենք, չէ, վինտով մյուս ուգլը խփեց, եկեք հիմա էլ ես մի ես, ներքևի եզերը ամենալավ տարբերակն է իմ կարծիքով միշտ գոլ ա լինում, եկեք ես մեկն էլ ստեղ, գոլ, չի ու շատ լավ ա, պետք է հիմա խփենք, ինձ թվում է այս ուգլ էլ կթռնի, բայց չէ, չի պահում, չեն հասցնում, Սաֆոնովն էլ չի հասցնում, այս մեկը ստեղ ինձ թվում է կխփի, ով բարձր խփեց, հիմա եթե ես խփեմ հաղթում եմ, եկեք էլ ես եզր խփենք ու գոլ, առաջին 11 մետրանոցների հաղթանակը կա, ինչպես էլ ես ասում եմ, այստեղ ավելի հեշտ է, եկեք առաջին հարվածը հասցրեց, չգիտեմ ոնց, ինձ թվում է այստեղ կխփի էլի, անցած խաղումը տեղ էր, բայց հիմա մեջ տեղով էլ են շատ խփում, ինձ թվում է հաջորդ հարվածը կմնա մեջ տեղ, քանի որ ընդեղ շուտ է, հով, ինձ թվում է այս մեկը ստեղ կխփի, բայց այ չէ, են մյուս եզրեր, շանսերը գնալով քչանում են, եթե ես չխփեմ երևի արդեն պարտված կլինեմ համարյա, հով դարպասապահը պահում է մեր, շատ լավ է, հով, վսյո, հիմա պետք է մենք էլ խփենք, որ շատ լավ է, հիմա եթե պահենք, լավ կլինի, բայց դժվար, չէ էլի, Սաֆոնովը MVP է, Չանչարևիչը խառնեց, վերջ մենք հաղթեցինք մեր դարպասապահ Չանչարևիչի շնորհիվ, քանի որ ինքը պահեց 2-11 մետրանոց, արդեն 2 հաղթանակ ունենք, երրորդ հետևից ենք գնում, եկեք արդեն ինձ թվում է ստեղ կխփի, վսյո, պահեց էլի Չանչարևիչը, շատ լավ է, եկեք էլի ստեղ խփենք, արդեն ավելի եզր պահեցի, շատ լավ է, ինձ թվում է ստեղ կխփի էլի, Չանչարևիչը պահեց, շատ ուժեղ է իրան դրսևորում, եկեք էլի ստեղ, ոնց որ Սաֆոնովը չսպասի, չէ գուշակում հա, բայց ամեն դեպքում շատ եզր եմ խփում, այս մեկը աստատ ստեղ կտա, այ չէ, վերջ երրորդ հաղթանակը Բրիասկոն էլ խփեց, մեկ էլ հիշեցնեմ, որ մեր ռանգվի խաղալու ընթացքում Սաֆոնովը պահեց, նաև եթե Dragonfly-ն էլ է իր վերջին խաղը նկարել, նենց որ պարտադիր կնայեք, հիմա չեմ տեսել ճիշտն ասած արդեն գցել է թե ոչ, բայց իմ հիշելով դեռ չի գցել, ուշադիր կլինեք, Սաֆոնովը չգուշակեց եզրը, եկեք ստեղ, այո, Չանչարևիչը շատ է պահում ահավոր, այդ շատ լավ է, եկեք այս ուգլ արդեն խփենք, գոլ, չգուշակեց էլի Սաֆոնովը,
Այստեղ ինձ թվում է այստեղ կխփի։ Համարյա սաղ գուշակում եմ, հենց որ էլի չանչարևի չպահեց։ Եկեք, ինձ թվում է կգուշակի, բայց կարող է գոլ լինի։ Գոլ։ Շանսերը ահա որ շատ են։ Հուսով եմ չի խփի, էլ ինձ թվում է այստեղ։ Ախ, մի պահ մտածեցի, որ ընդ էլ խփեց։ Ու գոլ։ Վերջ ժողովուրդ ջան, մենք 3-րդ անգամ էլ հաղթեցինք։ Հենց որ ավարտեցինք, եթե ձեզ դուր եկավ այս խաղը, գրեք կոմենտներում։ Եկեք փորձենք 15 դիտում հավաքենք։ Ու ասեմ, որ ես քանի որ ֆուտբոլ շատ եմ սիրում, կարաք ասեք ֆուտբոլային խաղեր ես քաշեմ խաղամ կամ էլ օրինակ Roblox-ից ինչ-որ խաղեր, կարամ օրինակ Brawl Stars-ի Brawl Ball-ը, Bravely ֆուտբոլն էլ խաղամ, այտենց, վաբշեմ, գրեք կոմենտներում ընդհանրապես ինչպիսի խաղեր եք ուզում, որ ես խաղամ, ես անպայման կկարդամ կոմենտները ու այդ խաղերը կգցեմ։ Դե ինչ ձեր հետ էր Food Channel-ը, էլի հիշացնեմ, որ իմ ընկերների ակաունտները կլինեն նկարագրության բաժնում։ Այսքանը, այսօր կբավարարվենք այսքանով, դե ինչ հաջողություն։